Իսկ տնտեսական աճը զուգորդվում է աղքատության նվազման հետ։ Եթե դա չի զուգորդվում, ուրեմն տնտեսական աճը կամ նկարած է, կամ այդ աճը, այդ աճի բարիքներից օգտվում են շատ մեծ շրջանակներ։ Եվ այսպես, Ռոբերտ եւ Բելա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը պահանջում է բռնագանձել 22 անշարժ բույք, ուշադրություն, 2 բույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամի արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձուն մասնակցություն, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի և շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 միլիարդ դրամ։ Գումարային դատախազությունը Քոչարյանից պահանջում է համարյա $200 միլիոն բռնագանձել։ Հիմա Քոչարյանը խոսում է ինչ-որ նեղ շրջանակների կողմից տնտեսական բարիքներից օգտվելու համար։ Բա քեզանից ավելի լավ նեղ շրջանակ կարող է Քոչարյանի մոտ անձի երկատումը։ Ու հիմա ուրիշ Քոչարյան է խոսում, ոչ թե այն Քոչարյանը, որից պահանջում են $200 միլիոն թալանի վերադարձ։